բանակցություններն էին, մի մասի գնահատմամբ ամեն ինչը տարավ փակուղի իրականում, մյուս մասը ասում է, որ հիմնական կետերի շուրջ կա պայմանավորվածություն, բայց կա նաև երկու հստակ կետ, որի հետ կապված չեն կարողանում համաձայնության գալ, ինչպես կգնահատեք բանակցությունները, համեցեք։ Նախ արձանագրենք հետևյալ իրողությունը 47 տարի Միացյալ Նահանգներ Իրանի Իսլամական Հանրապետություն բանակցությունները այս ձևաչափով նկատի ունեմ ներկայացվածության մակարդակը բանակցող խմբերի ղեկավարների եւ տևողությունը երբևիցե չէր եղել այսինքն սա արձանագրենք որպես առաջխաղացում երկրորդ սեղանի վրա դրված եղել երկու կողմերի առաջարկները միայն Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը չի եղել հայտնի 10 կետերը Միացյալ Նահանգները եւս ունեցել են սեղանի վրա դրված առաջարկներ եւ փաստացի քննարկվել է երկկողմանի առաջարկները ըստ պաշտոնական կիսապաշտոնական աղբյուրների ես ուզում եմ բանակցող խմբի Իրանի կողմից պատասխանատուներից մեկի խոսքը մեջ բերել որ սկզբունքորեն ներառում է իր մեջ ամեն ինչ գնահատականի առումով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքը երբ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից հետաքրիր վերնագիր է չէ փոխըմբռնման հուշագիր այսինքն սա համաձայնագիր չի սա նախնական ընդհանուր հայտարարի գալու որոշակի սկզբունքներ մոտեցումներ նույնականացնելու որից հետո արդեն մասնագիտական խմբերը քննարկեին համաձայնագրի շուրջ եւ այսպես փոխըմբռնման հուշագրից ընդամենը մի քայլ էինք հեռու արձանագրեմ որ իրանական կողմը սովորաբար չի փայլում ամերիկյան կողմի նման գեղեցիկ խոսքերով վերամբարձ խոսքերով որի մեջ միայն դատարկ հնչյուն է այսինքն ինչ որ ասում է ինքը ծանրակշիռ գնահատական է եւ այսպես մենք բախվեցինք մաքսիմալիզմի խաղի կանոնների փոփոխության եւ շրջափակման զրո քաղված դասեր բարի կամքը ծնում է բարի կամք թշնամանքը ծնում է թշնամանք սա Աբբաս ուրեմն Արաղչիի կեցվածքն է եւ հայտարարությունը ընդունենք սա պաշտոնապես այսինքն գնահատենք այսպես բանակցությունները տեղի են ունեցել բավականին բարձր մակարդակով կարելի ասել երկու երկրների երկրորդ երրորդ չորրորդ ուրեմն դեմքերի ներգրավվածությամբ որպես խմբի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ եւ գոնե տարբեր աղբյուրներ այդ թվում կիսապաշտոնական ասում են որ որտեղ չեն եկել համաձայնության երկու կետ առաջին Հորմուզի նեղուցի վերահսկողության խնդիրը որտեղ ամերիկյան կողմը առաջադրում էր որ իրենք եւս մասնակցեն այդ նեղուցով նավերի տանկերների տեղափոխման ժամանակ վերահսկողության անկախ նրանից այդտեղ տանկերները պետք է վճար անեն թե չանեն կամ ստուգվեն չստուգվեն եւ այլն բայց ամերիկյան կողմը ուզում էր ներգրավվածություն սա Իրանի համար կարմիր գիծ է եւ երկրորդ մոտ 400 կիլոգրամից ավել 60% հարստացված ուրանը Միացյալ Նահանգները Իրանին հորդորում էր, չասեմ ստիպում էր, որտեղ ստիպելու համար գործիքակացություն էր, հորդորում էր, որ այդ հարստացված ուրանը իրեն տրամադրվի, որը կլներ երաշխիք, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ այլևս չէր տանի։ Հիմա արձանագրում ենք, որ Միացյալ Նահանգների քայլերը այս ամեն ինչից հետո շրջափակում Հորմուզի նեղուցի, բայց արտաքին շրջափակում, որը ընդ որում այդպես հայտարարվել է, ասենք ԱՄՆ նախագահ նման բան հայտարարել է։ Եվ ԱՄՆ նախագահի կողմից փաստացի խնդիր է դրված եղել բանակցությունների արդյունքում ստանալ առավելագույն, այսինքն մաքսիմալիզմ։ Ես օրինակ մեջ բերեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի խոսքը բանակցությունների սեղանի շուրջ Fox News-ին տված հարցազրույցում ինչ է ասում։ Եվ ես բանակցությունների մեկնող իմ մարդկանց ասացի, ես
ամեն ինչ եմ ուզում, ես 90% չեմ ուզում, 95% չեմ ուզում, ես ամեն ինչ եմ ուզում, իսկ իրանցիները որևէ հաղթաթուղթ չունեն։ Սա Միացյալ Նահանգների նախագահի կեցվածքը ավելին, եթե ես ամեն ինչ եմ ուզում, տրամաբանական շարունակությունը կլներ այն, որ նույն Fox News-ի եթերում Դոնալդ Տրամփը ինչ է ասում, Իրանին հաղթելուց հետո քննարկում ենք Հորմուզի նեղուցը Տրամփի նեղուց վերանվանելու հնարավորությունը։ Ինչպես ասում է մեղատեր։ Եվ Իրանի պատվիրակությունը փաստացի վարում է բանակցություններ այս անձի կողմից ներկայացված խմբի հետ։ Կարելի ասել դրական կողմը նաև որ ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսը էականորեն տարբերվում է Տրամփի հոգեվիճակի մեծ փառասիրական նկրտումների ավելին Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մոտեցման մեջ։ Վենսը այն անձն էր, որը ի սկզբանե դեմ է եղել այն քայլերին, որ արվեց ԱՄՆ-ի կողմից։ Այսինքն այստեղից կարող ենք ենթադրել, որ Վենսի նկատմամբ Իսրայելի կողմից ճնշման լծակ չկա։ Վստահաբար։ Եվ արձանագրենք մեկ ուրիշ փաստ։ Պատկերացրեք, Միացյալ Նահանգները հիմա արտաքին շրջափակման են ներկայացնում որոնք Հորմուզի նեղուցից իրանական նավերը մուտքը ելքը դա արգելված է։ Այսինքն նպատակը ո՞րն է։ Իրանը նավթ չպետք է վաճառի։ Եթե փակում ես, այսինքն Իրանին դնում ես 100%-անոց տնտեսական շրջափակման մեջ, այն է Իրանը իր բյուջեի առյուծի բաժինը, որ առաջանում է նավթի վաճառքից, դա տեղի պիտի չունենա։ 1, երկրորդ, այդ նեղուցից դուրս կարող են գալ այն նավերը, որոնք, ինչպես ասում են, չեն մուծվել Իրանին այդ նեղուցից դուրս գալու ժամանակ։ Սա եւս երկրորդ պայմանն է ԱՄՆ-ի կողմից, այսինքն իրեն կարող են արգրավել այդ նավերը, որոնք Իրանի պայմաններով են Հորմուզի նեղուցում տեղաշարժում։ Իսկ եւ երրորդ այն նավերը, որոնք իրանական կողմի թողտվությամբ են առանց վճար անելու շարժում։ Իսկ այդպիսի նավերը հիմնականում դեպի Չինաստան ուղևորվող տանկերներն են։ Այսինքն երրորդ քայլով էլ Միացյալ Նահանգները փորձում է դեպի Չինաստան գնացող նավթային տանկերները փակել։ Այս երեք իրողություններն են եւ այս երեք իրողությունների հետ երեկոյան Հորմուզի նեղուցի արտաքին մասում իրանական ջրերում որոշակի բախման հավանականություն կար, ուրեմն ամերիկյան նավատորմը մոտեցել է արտաքին սահմաններին եւ փորձում է մտնել իրանական ջրերը, իսկ դա նշանակում է, որ Իրանը կեցվածք է դրսևորի։ Այդ կեցվածքը դրսևորվել է։ Այսինքն բանավոր խոսակցություն է եղել ավանգարդում գտնվող նավի, նավատորմերի նավապետերի միջև իրանական եւ ամերիկյան կողմի եւ որի արդյունքը այն է եղել, որ 5 րոպե պակաս կարող են նավերը անցնել ռազմական գործողությունների։ Եվ կարելի է հասկանալ նաեւ Միացյալ Նահանգներին, ինչու է նա ձգտում ոչ միայն արտաքին շրջափակման ենթարկել, այլև օգտագործել իր հիմնական եւ միակ հաղթաթուղթը նավատորմը։ Նավատորմը ծովային կայսրությունների կամ տերությունների համար ավելին էր, քան այլ զինված ուժեր։ Օրինակ ասենք բանակը եւ օդուժը։ Դա վերաբերվում է եւ Բրիտանիային եւ Միացյալ Նահանգներին։ Երկուսը ծովային տերություններ էին։ Եվ հավասիկ ԱՄՆ հասկանալ, որ ցամաքային օպերացիա սկզբունքորեն 100%-անոց երաշխիքով պարտություն կարող է իրեն բերել։ Երբ այդ օպերացիան անում կամ կղզիներ գրավելու կամ ուղղակի մի քանի միլիոն զին անձնակաց տեղափոխի Իրանի սահման տարբեր պետությունների հարևանությամբ եւ այնտեղից գործողություններ, 100%-անոց պարտություն է։ Օդուժի պահով փաստորեն մի 10-15 անգամ
իրանական օդուժը ոչնչացրած ամերիկյան կողմը անընդհատ հանդիպում էր իրանական հոբ համակարգերին։ Ընդ որում վերջին անգամ այդ հոբ համակարգերը փայլուն կերպով քննություն բռնեցին, երբ օդաչուների փրկելու պատրվակով ամերիկյան օդաչուների ուղևորվեցին մի քանի ռազմական ինքնաթիռներ, բեռնատար, ուղաթիռներ, բոլորը խոցվել են։ Սա ինչի մասն է խոսում։ Նախ ես խիստ հերահավատ եմ, որ այդ առնվազն 8-10 միավոր օդուժը գնում էր մի օդաչու բերելու։ Ես կարծում եմ իրենք տեղը իմացել են այդ 400 կիլոգրամից ավել ուրանի հարստացված ուրանի տեղը գնացել են, որպեսզի դա վերցնեն։ Այսինքն այդ 3 ռազմական բեռնատար ինքնաթիռների մեջ իրականում եղել է զին անձնակազմ, դեսանտ, որը պտիշներ այդ տարածքը, բնականաբար այդ տարածքը պաշտպանում է, գրավել այդ տարածքը, վերցներ հարստացված ուրանը եւ վերադառնար։ Եվ իրանական հակաօդային պաշտպանությունը փաստորեն փայլուն քննություն է բռնում, այդ բոլոր ինքնաթիռները, ուղաթիռները հիմնականում ոչնչացվում են։ Այսինքն այստեղից հետեւություն, որ Ամերիկայի երկրորդ խաղաքարտը օդուժը եւս չի կարող արդյունավետ կերպով խնդիր լուծել, այսինքն ցամաքային զորքերը չեն կարող, օդուժը չի կարող եւ հիմա խաղի մեջ մտած է կամ մտցնում են նավատորմը։ Իդեպ մեզ լսողներին հիշեցնենք, որ ամերիկյան մի ավիակիր խոցվել է, որքանով որ ամերիկյան կողմը ասում էր, որ կենցաղային նավի կենցաղային մասում, սան հանգույցներում եւ այլն տեղ լվացքի չորացման տեղերում հրդեհ է բռնկվել եւ այլն, այս հեքիաթները իհարկե անգամ մանկապարտեզի երեխաները չեն հավատում, տախտակամածը ուղղակի վնասվել էր, իսկ տախտակամածը վնասվել նշանակում է, որ այդ ինքնաթիռները չեն կարող նորմալ բարձրանալ եւ իջնել այդ ինքնաթիռի ավիակիրի վրա։ Ավելին ասեմ, 3 ավիակիր բերվել էր, 3-ն էլ հետ էր տարվել։ Այսինքն վտանգը ակնհայտ էր, որ իրանական կողմը կարող են խոցել ավիակիրներին։ Ասեմ ձեզ նաև մի այսպիսի լրացուցիչ տեղեկատվություն, իրանական կողմի բալիստիկ եւ հիպերձայնարարության հրթիռները սովորաբար ստատիկ թիրախներն են խփում խիստ արդյունավետ։ Ընդ որում հիպերձայնարարության հրթիռների խոցելությունը 100% է, ինչու որտեղ արագությունը շատ մեծ է եւ ավիակիրների վրայի հակաօդային պաշտպանության ռազմական տեխնիկան եւ Իսրայելի երկաթյա գմբեթը չեն կարող որսալ այդ մեծ արագությամբ մինչև 15 ձայնի արագությամբ թռչող հրթիռների։ Բայց պարզվում է, որ իրանական կողմը այս ռազմական գործողությունները սկսելու ընթացքում ունի նաև շարժական թիրախներին խոցող ընդ որում բավական մեծ հեռահարությամբ եւ հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության միջոցներ, ավելին նավերին խոցող միջոցներ, որտեղ նավերը եւս շարժում են, իսկ իրանական կողմը շարժող թիրախների հետ կապված հրթիռներ, որոնք արդյունավետ եւ մեծ հեռավորության վրա պետք է աշխատեն, չունեին։ Պարզվեց ունեն։ Ես կարող եմ ենթադրել, որ այդ հրթիռները տրամադրել են Եմենի հուսիտները, որոնց ռազմական գիտնական փորձագետ եւ արտադրող միավորները քարանձավներում ուրեմն քարե մուրճերով պատրաստում են այդ հրթիռները եւ տալիս են իրանական կողմին։ Ինչպես ասում են, ակաջը կանչի Չինաստանը։ Եվ ահավասիկ հիմա կարելի ասել Տրամպը գնում է վաբանկ, այսինքն ինքը կռվի մեջ է մտցնում իր վերջին եւ միակ մնացած ռազմական խաղաթուղթը, այն է նավատորմը։ Եթե նավատորմը մտավ իրանական ջրեր, ծոցի, իրանական կողմը ասել է, որ իրենք պատասխանելու են, հարվածել են։ Ընդ որում այստեղ միայն հրթիռների խնդիր չի։ Հարյուրավոր, եթե ոչ ավել առանց անձնակազմի մոտորանավակներ կան, որոնք իրենց վրա բավականաչափ պայթուցիչ են կրում, որոնք ունեն մեծ մանևրելու հնարավորություն, այդպես ուղղագիծ չի, որտեղ կառավարվում հեռա կառավարման միջոցով են եւ այդ նավակները ուղղակի կարող են նավերին, ասենք, լրջագույն վնաս տալ։ Եթե ավիակիրին են կարողացել, իսկ դա փաստ է, իրանական կողմը խոցել։ Ես կարծում եմ մյուս նավերին, որոնք ուղեկցող են ավիակիրին եւ այլ խնդիրներ են լուծում, այդ գործողությունների ժամանակ նրանք եւս կարող են խոցվել։
Իսկ սա նշանակում է, որ եթե Աստված մի արասե ԱՄՆ-ի համար Աստված մի արասե, եթե այս գործողությանը այնուամենայնիվ նավատորմը մարտի մեջ մցրեց եւ ունեցան լուրջ կորուստներ, ես կարծում եմ Տրամպի ԱՄՆ նախագահ լինելու իրողությունը մինչև նոյեմբեր չի հասնելու, այսինքն մինչև կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որտեղ հանրապետականը փայլուն կերպով կարող է պարտվել եւ դրանից հետո դեմոկրատները սկսեն անվստահության կամ իմպիչմենտի գործընթացը։ Առավելևս, որ Տրամպի հետ նկարվող շատ երևելիներ, որոնք առերևույթ իրենց երկրներում ունեին բավականին կշիռ, հեղինակություն, իրենց որոշումներից կախված էր Եվրամիության քաղաքականությունն, այդ թվում նաև Ուկրաինայի հետ, խոսքս Հունգարիայի մասին է, երեք փաստացի Հունգարիայի իշխող կուսակցությունը եւ նախագահ Օրբանը ընտրություններում պարտվեցին։ Մենք Հունգարիայի ընտրությունների պարոնակության կգանք, եթե այսպես մի քանի նախադասությամբ ամփոփենք իրավիճակը, կգնա առավել կորսրացման, թե Դե եթե Միացյալ Նահանգները խնդիր ուներ, որպեսզի բանակցություններով գան, սա հրաշալի հնարավորություն էր, նորից եմ կրկնում, 47 տարվա ընթացքում, այսինքն 1978-79 թվականին Իրանում հեղափոխությունից հետո առաջին անգամ այս մակարդակով բանակցությունների մասնակցող աշխատանքային խմբի ղեկավարի ստատուսն եմ ասում եւ տևողությունը մոտ 1 օր բանակցել են եւ եկել են 5 րոպե պակաս ես իմ խոսքի սկզբում Իրանի արտգործնախարար Արաքչիի խոսքը ընթերցեցի, որ 5 րոպե պակաս արդեն այդ հուշագիրը ստորագրվում էր եւ չգիտես վերջին պահին ինչ է եղել, որ ամերիկյան կողմը գնացել է առավելագույնի քայլերով։ Ընդ որում ես նաեւ ընթերցեցի Fox News-ին տված հարցազրույցի են դրվագը, որտեղ ԱՄՆ նախագահը նույնիսկ 95% չի, ասում է 100%-ով մեր ասելով դիլին։ Այսինքն դա ինքը ասում համար մեկ է, իրենք կգան բանակցությունների սեղանին, թե ոչ, ավելին որ չգաներ, դա ինձ համար աձեռնուտու, որովհետեւ Իրանը շատ ծանր կացության մեջ է։ Ուրեմն լավ, այդ ծանր կացություն մի 5 անգամ պարտվել, 10 անգամ զինված ուժեր կորցնել, 20 անգամ կապիտուլացվել, ես մենք լսել ենք, չէ՞, 40-42-3 օրվա ընթացքում։ Սա դնում ենք մի կողմ, բայց գիտեք վտանգը որն է, այսինքն հիմա ըստ իս այդ Օրմուզի նեղուցի արտաքին շրջափակումը ինքը համաշխարհային տնտեսության եւ հիմնականում արտադրություն ունեցող երկրների տնտեսությանն է հարվածում, առաջին հերթին եվրոպական երկրների, բայց դա միայն եվրոպական երկրներ չի, այդ թվում նաեւ օրինակ Ճապոնիա ինքը իրական տնտեսություն ունեցող երկիր է, այսինքն ֆինանսա վարկայինով չի, օրինակ Սինգապուրի նման, դա արտադրող է, արտադրող երկրների համար իսկապես խնդրեմ է Հորմուզի նեղուցից նավթով բեռնված տանկերների ելքի ուրեմն բանը արգելքը ավելին ասեմ երեք երեկոյան ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Եմենի բանակը դա ըստ արաբական աղբյուրների հայտարարել է որ ամբողջությամբ փակում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցը Հուսիտները փաստորեն սա առաջին անգամ նման քայլ արել են 2023 թվականին եւ կարող են կրկնել նույնը, եթե Իրանից ընդամենը թեթև մի ազդանշան ստանան, որ արդեն պահն է փակել։ Այսինքն սա ամերիկյան կողմի այս շրջափակումը սկզբունքորեն բերում է նոր շրջափակման, արդեն Եմենի հուսիտների կողմից։ Ասում եմ, հիմնական տուժողը առաջին հերթին դառնալու են Համաշխարհային տնտեսությունը երկրները, որոնք գործնականում իրական արտադրություններ ունեն եւ ցես վստահեցնում են, որ ընդ որում իրանական կողմը նույնիսկ գինն էր ասել, 1 գալոն բենզինը $4-5, ասել ձեր համար երանելի ժամանակներ կարող լինեն, այսինքն աճը այնպեսի երկրաչափական պրոգրեսիվ կարող է բարձրանալ Որտեղ ինքնաթիռները եկեք այսպես նայենք, ինչ ասել է այդ վառելիք չլինելը։ Ինքնաթիռները չեն թռչում, տրանսպորտը չի աշխատում, ցանկացած արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, որտեղ հոսանքի արտադրության, հոսանքի գինը եւս բարձրանում է, արտադրող երկրները կապ չունեն, որ երկրները միանգամից հայտնում են կոլապսի մեջ։ Այսինքն համաշխարհային տնտեսությունը հայտնում է կոլապսի մեջ։ Ընդ որում
դա չի շրջանցելու Միացյալ Նահանգներին, այդ Տրամպը եւ իր վարչակազմը հրաշալի հասկանում է, որ դա չի շրջանցելու Միացյալ Նահանգների։ Դե ասեմ ձեզ, հիմա Միացյալ Նահանգներում բավական լուրջ արդեն ներքին խմորումներ կան կոնկրետ ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականության դեմ։ Իսկ դա գիտեք ինչի կարող է բերել վստահաբար։ Եվ Միացյալ Նահանգների ես հիշեմ իմ երիտասարդ տարիներին մի մասնագետ անձետ է խոսում, հետաքրքիր զուգահեռ բերեց, ասում է Ռուսիա եւ ամերիկացու։ Ասեց ռուսները շալվար որ հագնում են հիմնականում գոտիով են ձգում։ Եթե դժվար է լինում, ասենք սննդի խնդիր կա, ճգնաժամ է կամ պատերազմ է։ Եվ շալվարը որպեսզի վրայից չընկնի, տղամարդը գոտու եւս մի անցք խորքով է ձգում, շալվարը իր վրա մնում է։ Բայց ասում ամերիկացիների մոտ, որոնք գոտիով չեն, այդ հայտնի շալվարից դեպի ուսերով գնացող ռեզինով են։ Ասում հենց նա թուլանում է, այսինքն սնունդը քիչ ալնում։ Նա ասում որ լրջագույն ընդվզում է առաջանում։ Այսինքն եւ դա իրոք այդպես է։ Այսինքն թե արձանագրենք, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները եւ բնակչությունը եթե այս տնտեսական կոլապսը յուրաքանչյուր դուրը բախի այս կամ այն ձևով, ձեզ վստահեցնում եմ, որ ԱՄՆ քաղաքացիները գոնե այդքան կամք եւ վճռականություն ունեն, որ փորձեն Տրամպին ուղղակի տապալել։ Եթե ԱՄՆ քաղաքացիները միլիոնավոր իջան փողոց, իսկ գոնե դեմոկրատները հնարավորություն ունեն, չէ՞ դա կազմակերպելու եւ իրենց շահերից էլ է բխում։ Իսկ դա նշանակում է, որ Տրամպը կամ հրաժարական է տալիս, իսկ եթե չի տալիս, իրեք հաջորդ քայլը որն է լինելու Ամերիկայում, քաղաքացիական պատերազմ։ Եվ այն հյուսիս-հարավի մի քանի 100 տարի առաջվա հայտնի դեպքերը դուք կտեսնեք, որ ԱՄՆ-ը ոնց է կրկնվելու։ Այսինքն իսկապես հիմա հանուն Իսրայելի այսօր Միացյալ Նահանգներ պետությունն է դրված զոհասեղան, եթե ուշադրություն դարձնենք, ընդ որում այս գիշեր եւ առավոտյան Իսրայելը եւս հրթիռակոծել եւ ռմբահարել է Լիբանանի տարածքները, անունը դնելով Հեզբոլայի ճամբարներ եւ այլն, բայց դա բացարձակապես իրականության հետ որովհետեւ աղերս չունի։ Ընդ որում ասեմ ձեզ, որքան էլ այսպես առերևույթ տարօրինակ թվա, բայց ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի ռմբահարումները, հրթիռակոծումները արդեն 44-45 օր է բերել են ոչ ավել, ոչ պակաս մի քանի 100 երեխայի կորուստի։ Սա 278 երեխա է զոհվել։ Սա ինքնին ինչ-որ բանի մասին խոսում է, չէ՞։ Այսինքն այդ հրթիռները իբր ըստ ԱՄՆ-ի գնում են ռազմական օբյեկտների ենթակառույցներին, որտեղ երեխաներ են։ Իհարկե դա այդպես չի։ Այսինքն ինքը հարվածում է քաղաքացիական օբյեկտների կամ տարածք, որտեղ երեխաները որպես իրենց բնակության վայր եւ այլն կարող են հայտնվել։ Սա է Միացյալ Նահանգները։ Իդեպ մի հետաքրքիր դրվագել ասեմ, շատ կարևոր։ Երբ իրանական ինքնաթիռը իջավ Իսլամաբադ, մինչև Իրանի արտգործնախարար Արաղչին ինքնաթիռից դուրս գար, այդտեղ տեսախցիկը նկարել են մի հետաքրքիր փաստ։ Պարզվում է, որ այդ ինքնաթիռի մեջ նաև ներկա են գտնվել այն 176 երեխաներ, դեռատե աղջիկներ, որոնք դպրոցում զոհվել էին ԱՄՆ հարվածից հետո առաջին օրը։ Այդ երեխաների նկարների մի քանի նկարներ։ Այսինքն ինքնաթիռի մի մասը ամբողջովին այդ աղջիկների նկարներ, այսինքն Արաղչին եկել էր բանակցությունների այդ անձնակազմով եւ Արաղչին հրաշալի գիտեր կարմիր գծերը։ Ցավոք Միացյալ Նահանգները, ինչպես բոլոր գաղութատիրական երկրները, ցավոք այն առումով, որ եթե ռազմական գործողությունները, ռմբահարումներ, հրթիռակոծություններ շարունակվեն, խաղ բնակչության մեջ բավականաչափ կորուստներ են լինելու, ցավոք այդ առումով Միացյալ Նահանգները փորձում են, ինչպես ասում են, վաբանկ գնալ։ Բայց այդ վաբանկը, ես նորից եմ ասում, Տրամպի համար մինչև նոյեմբեր ամիս կարող է իշխանություն արժանալ, այսպես։ Շատ լավ, Հունգարիայի դրսում է։ Դե Հունգարիայում, այսպես, Հունգարիայի ինչով էր կարևոր Հունգարիայի Տուսկ ասում են զանգահարել է հաղթող տեխնացուին, ասել ես ավելի ուրախ եմ, քան դուք։ Ուղղակի դուք չեք հասկանում, թե այդտեղ ինչա կատարվել։ Իսկ իհարկե հասկանալի է։ Գլոբալիստները առաջին անգամ կարողացել են հաղթել փաստացի Տրամպին։
Այս հաղթանակը կոնկրետ Օրբանի պարտությունը չէր, գլոբալիստների հաղթանակը, սա Տրամպի պարտությունն էր, հաշվի առնելով, որ Օրբանը եւ ԱՄՆ նախագահ բական մտերիմ են եւ Եվրոպայի Եվրամիության շատ որոշումներ, որը ԱՄՆ շահերից չէր բխում, սովորաբար տորպեդահարում էր առաջին հերթին Հունգարիան իր երկրի նախագահով։ Այդ թվում նաեւ Ուկրաինային 90 միլիարդ Եվրամիությունից դոլար տրամադրելու տրանշի արգելք էր դրվել Հունգարիայի կողմից, որպես ԵՄ անդամ երկիր, եւ այստեղից մենք կարող ենք հետեւություն անել, որ այդ արգելքը հանվելու է, վստահաբար հանվելու է։ Ես չգիտեմ ինչքան գումար տրամադրվի, բայց կտրամադրվի Ուկրաինային գումար, որով նորից Միացյալ Նահանգները կվաճառեն զենք, զինամթերք, Ուկրաինան տարբեր տեղերից կբերի վարձկաններ, կհոգա իր քաղաքացիների զոհված զինծառայողների ընտանիքների, վիրավոր զինծառայողների սոցիալական կարիքները որոշակի առումով եւ Ուկրաինայում պատերազմը կարող է թեժանալ։ Այսինքն Հունգարիայի այս Լիբանի գլոբալիստների հաղթանակը սկզբունքորեն դա բերել է Ուկրաինայում գործողությունների շիկացման։ Քանի որ այս պահը ամբողջ գործընթացը գործնականում ուղղված էր մարդկության, պետությունների, շահերի բախումների եւ այլն ուղղված էին Իրանի դեպքերի շուրջ, կարծում եմ շուտով Ուկրաինայում, եթե տրանշները կարող է 90 միլիարդ չլինի, դրա կեսը լինի, բայց այնուամենայնիվ դա ինքնին ցույց է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են շիկանալ։ Սա ինչ վերաբերում է Հունգարիայի ընտրություններին, բայց եթե փորձենք Հունգարիայի ընտրությունները պրոյեկտել նաև մեր հայաստանյան իրականության վրա, այստեղ արդեն խորհելու բան կա։ Վստահաբար Եվրամիությունը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում Փաշինյան Նիկոլը հաղթի։ Այսինքն այսօր Փաշինյան Նիկոլին որպես ձեռքի գործիք վստահաբար իրենց շահերի սպասարկման համար երկու միավոր վերպետական կառույցներ կամ պետություններ օգտագործելու են։ Մեկը Եվրամիությունն է, մյուսը թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այսինքն այդ առումով մեր ընդդիմությունը պետք է եւս գնահատես իրողությունները եւ Եվրամիության հետ կապված եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված։ Այսինքն այդ հաղթանակը որոշակի առումով նաեւ Փաշինյանի կողմնակիցներին որոշակի ողջավորություն կարող է տալ, հաշվի առնելով, որ Մոսկվայում Ռուսաստան նախագահի հանդիպման ժամանակ Փաշինյանը այն երկբա հետ չկանգնեց Եվրամիության անդամակցելու իր քաղաքականությունից, ավելին, օրինակ նրանք ովքեր որ տեսանյութեր են նայում, օրինակ YouTube-ում, պարբերաբար այդ գովազդները ընդհատում են տեսանյութերի դիտումը եւ ես երեք նկատեցի մի գովազդ կա, որտեղ Եվրամիության հետ կապված զուգայր է տարվում, եթե Եվրամիություն ես ուզում կստանաս վիզաների ազատականացում, եթե Ռուսաստան ես ուզում կստանաս սոցիալական ցանցերի փակում, մոտապես իմ բառերով եմ ասում, բայց իմաստը դա է։ Այսինքն Հայաստանի իշխանությունները ակնհայտ Եվրամիության անդամակցումը, որը ուղղակի մարդկանց խայծ տալու միջոց է, այդ վիզաների ազատականացում, դա օգտագործելու են, բայց մեզ լսողներին այդ թվում նաև իշխանական որոշակի պատասխանատու օղակները, որոնք նաև այս հաղորդումները լսում են, հիշեցնեմ, որ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից։ Իդեպ առաջին եւ միակ հիմնավորումը գիտեք որն էր։ Բրիտանիան ասեց, ես փորձում եմ վերականգնել իմ ինքնիշխանությունը, ընդ որում հիմնավոր տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, արժեհամակարգային, շատ հետաքրքիր է։ Այսինքն երբ որ դու վերպետական կառույցի միավոր ես դառնում, բնականաբար դու զիջում ես քո որոշակի ինքնիշխանությունից ընդհանուր խաղի կանոնների տարամբանությամբ։ Այնպես որ Հայաստանը Եվրամիություն մտնելու մեջ նախ բացարձակապես որոշում չի կարող կայացնել, 0։ Եվ ասեմ ինչու։ Եվրամիությունում տարբեր կառույցներում որոշումների կայացման համար Եվրամիության անդամ երկրները չունեն մեկ ձայնի իրավունք։ Այդտեղ ձայնի իրավունքը որոշում է այդ պետության բնակչության թվաքանակը ընդհանուր Եվրամիության պետությունների բնակչությունների գումարային քանակի է, թե քանի տոկոսն է։ Այսինքն օրինակ հիմնական որոշումները կայացնում է Ֆրանսիան, Գերմանիան, այո, մի ժամանակ Բրիտանիան էր,
հիմնականում։ Մյուսները ընդհանրապես ենթարկվում են այս 2-3 ու հիմա Իտալիան որոշակի առումով այս 2-3 պետությունների որոշումներին։ Դու այնտեղ կատարողական գործառույթ ունես, իսկ չեմ կարծում, որ այս տնտեսական բական լուրջ ճգնաժամի պայմաններում Եվրոպան իր շուկան բացի Հայաստանի գյուղմթերքի համար։ Սա նույնիսկ այո, վստահաբար ոչ միայն ցավոք սրտի ժպիտ առաջացնում, այս տխուր հետևանք է։ Մենք արտադրանքը մնալու է Հայաստանում, գյուղացին ստացած բանկերից վերցած վարկերը չի կարողանալ տոկոսներով փակել, ստիպված կոպեկներով այդ իր տարածքները պիտի վաճառի, իսկ գնորդ կարծում եմ կա հարևան Թուրքիան ուղակի կամ միջնորդավորված եւ Ադրբեջանը այդ տարածքները կարող են դյուրին կերպով գնել։ Այնպես որ ինչ ասել է Եվրոպան, հետո բոլոր այն արտոնությունները, որը մենք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, Եվրամիության անդամակցումը այդ բոլոր արտոնությունները ուղակի վերացվելու է։ Ես չեմ ուզում նորից կրկնվեմ, թե օթային փոխադրումներն են կանգնեցնելու, մեր արտադրանքը այնտեղ շուկա չի մտնելու, բայց մի փաստի մասին ասեմ, ընդ որում այս փաստը ինքնին բան է, խոսող փաստ է, պարզվում է, որ եթե հիշում եք ջերմուկի շշից Ռուսաստանում մի անձ թունավորվել էր 65 տարեկան, որը մահացել էր, չեն կարողացել եւ պարզում էր, որ այդ բանի մեջ շշի մեջ ջերմուկ չի եղել, թե ոնց է լցվել, ինչ է լցվել, նո ասում են հիմա այդ գործը բան է, այսպես ասենք, հա, փակվել է, բայց հիմա վերաբացվել է եւ շատ հետաքրքիր է, որ այդ վերաբացված գործը ոչ միայն սովորական քննիչներն են քնում, այլ անվտանգային դաշտային ծառայությունը, մեզ դասողների համար հայերեն ՖՍԲ-ն, այսինքն ինչով է ՖՍԲ-ն ներգրավում այս գործով, ինչու, այսինքն պետական այդ կառույցը, ես կարծում եմ, որ ինչպես Պուտին-Փաշինյան հանդիպան հաջորդ օրը պարզեց, որ Հայաստանից Ռուսաստան մտնում է ոչ այդքան Հայաստանի ջերմոցներում աճեցված ծաղիկներ, այլ Եվրոպայից Հայաստան բերված եւ Հայաստան որպես տրանզիտ երկիր օգտագործող ծաղիկներ, կարծում եմ այդ իրականությունը աշճանաբար տարբեր ոլորտներում իր դերև է գալու եւ Ռուսաստանը օրենքի շրջանակներում փորձելու է Հայաստանի իշխանությունների, ոչ այդքան իշխանությունների, որքան տնտեսվարող սուբյեկտների, լինի դա փոքր բիզնես, միջին բիզնես, մեծ բիզնես, դրանց վրա իրապես գործնականում ցույց տալու, թե ինչ ասել է, թե Հայաստանը Եվրասիական տնտեսականից դուրս է գալու, իսկ Ռուսաստան լրիվ օրենքի շրջանակներում է այդ ամենչանելու եւ մտնելու է Եվրամիություն։ Եվրամիությունում կարծում եմ որից երկրի չեն սպասում, այդ թվում նաեւ շատ երկրներ, որոնք ժամանակին ձգտում են, այդ թվում Ուկրաինան իդեպ, այ Ուկրաինայի զոհողությունները, ամեն ինչը կորուստները նրա համար է, որ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ երկիր եւ ՆԱՏՕ-ի անդամ։ Ասիկ ոչ ՆԱՏՕ-ի անդամ է դառնա ոչ Եվրամիության, բայց Ուկրաինայում տեսնում ենք ինչ ավել է։ Այդպիսի փորձ ժամանակին մեր հարևան Վրաստանը փորձ արեց, նա էլ ինչպես ասում են, ստացավ համարժեք ձևով։ Մոլդավան է փորձանում, ես կարծում եմ նույն ավերը այնտեղ լինելու, այնպես որ ճիշտ կլինի կապ չունի, որ իշխանություն ներկա է, վերարտադրվող է, թե հաջորդն է, իրենք հասկանում են պարզ ճշմարտություն, որ աշխարհում ուժային նոր բալանս եւ նոր կարգեր է բազմաբևեռ աշխարհն է հաստատում եւ Հայաստանը շատ բնական ձևով հայտնվել է իր երկու հարևաններ, որոնք մեծ հաշվով այդ բազմաբևեռ աշխարհի կարևորագույն բևեռներից են հանցանում, Ռուսաստանը կարծում եմ Իրանը շուտով նման հավակնություններ հանդես կբերի, այդ երկու պետությունների, ինչպես ասում են, ճանապարհին։ Մեզ համար երկու պետությունների շուկան, մեզ համար անվտանգային հետ կապված բականին մեծ վահան կա մեր հարևան Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Ես կարծում եմ շատ բնական ձևով, առավելս որ քաղաքակրթական, պատմական, բազմաթիվ ընդհանրություններ եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Իսկ մենք գիտենք Թուրքիայի հետ մեր ընդհանրությունները ավարտվեց ինչպես մի քանի 100 տարի մեր հայնիկի վրա նաեւ Օսմանյան կայսրության ստեղծման վերջնարդյունքը 1915 թիվն էր եւ հայությունը չկա։ Այդ որ մեծ որ խոսում են բարեկամություն եւ այլն, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար առաջին հերթին Թուրքիայի Հայաստանը մեծ թուրանի ճանապարհին ընկած քայլը կամ սեպ է խրված, որը պետք է հանել կամ մի կողմ շպրտել։ Սա է, թե դա ինչպես կփաթեթավորի, ինչ գեղեցիկ խոսքերով, կենացներով, հարևանությամբ, արտադրությամբ, կաշառքով եւ այլն, դա այլ հարց է։
եթե այդպես չլներ, Ալթայից դուրս եկած թյուրքական ցեղերը երկիր մոլորակի ամենակարևոր տարածքում Խաչմերուկում, որի մի մասը մեր հայրենիքն է, չեն կարողանա կայսրություն ստեղծել։ Դե փաստորեն մեր ժողովուրդների պարզամիտ կամ վախկոտ կամ կաշառվող կամ դավաճան էլիտաների միջոցով Օսմանյան կայսրությունը կարողացավ դառնալ կայսրություն։ Եվ հիմա այդ նույն քաղաքականությունը փաստացի շարունակում է Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը։ Ցավալի է, դե միայն ոստիկաններ չեն, որքան գիտեմ դուժել են նաև քաղաքացիական անձինք, որի մեքենան հարվածել է այդ ոստիկաններով, ուրեմն ավտոբուսին։ Գիտեք, ես կոնկրետ այս դրվագը չեմ ուզում առանձնացնել, բայց որ վթարների եւ վթարների հետևանքով կորուստների մահ, վիրավորում եւ այլն աստղաբաշխական թվերի են հասել, կարծում եմ այստեղ որևէ մեկի համար գաղտնիք չի եւ դրա դրսեւորումներից է նաեւ այդ վթարը։ Այսինքն այնպես չի, որ վարորդներ ուզում են վթար լինի, զոհ լինի, բայց հաշվի առնելով, որ անվտանգության պատասխանատու մի քանի կառույցներ, այդ թվում եւ առաջին հերթին ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցները չեն գտնում իրենց ծառայողական պարտականությունների կատարման բարձունքի վրա, կարծում եմ սա ինչ-որ բանի մասին խոսում է։ Եվ խոսում են դրա մասին, որ կառավարելությունը բավականին թույլ է։ Այնպես ինչպես օրինակ Երևան քաղաքի իշխող կուսակցության ղեկավար կազմը ավականին եւ քաղաքապետը։ Հիմա ոնց որ ապրիլ ամիսն է։ Քաղաքում, Երևան քաղաքում այդ փոսերը դարձել են արդեն շատ բնական երևույթ, այդ մեքենաների վնասվելը, ամեն վնասվելուց կամ փոս ընկնելուց քաղաքապետին հիշելը եւ ոչ միայն իրեն իր հարազատներին հիշելը, կարծում եմ դարձել է սովորական երևույթ վարորդների համար։ Սա է, այսինքն մարդիկ, որոնք չեն կարող կառավարել։ Գիտեք ոնց, ասենք հիմա մենք ուզում ենք գնահատենք պրոֆեսիոնալ վարորդ, որը իր մասնագիտությունն է, վարում է մեքենա։ Հավանականությունը շատ փոքր է, որ այդ մեքենան վթարի կենթարկվի, որ ուղևորները կարող են տուժել եւ այլն։ Եվ սկսնակ մի վարորդ, որը ոչ ավել ոչ պակաս, ասենք ղեկին նստում է կամ թմրամիջոցի կամ խմիչքի ազդեցության տակ։ Դե ակնհայտ է, որ այդ իմ երկրորդ նշած վարորդը պարտադիր մեծ հավանականությամբ վթարի կենթարկվի եւ իր մեքենայի ուղևորները եւս կտուժեն։ Հիմա երկի կառավարումը, եթե մարդիկ են, որոնք չունեն կրթություն, չունեն փորձառություն, չունեն այդ փորձառության ժամանակ, եթե չկա բնականաբար ցույց տված արդյունքներ եւ ընդհանրապես մտքեր են արտահայտում իբր կառավարչին ուշադրություն դարձրեք մեր նախարարներից կառավարության մեր չէ կառավարության նախարարներից քանս ունեն մասնագիտական կրթություն եւ փորձառություն այսինքն որ չափորոշով է ընտրվում այդ նախարարության կառավարիչը իդեմս նախարարի կա տես չափորոշիչ որը կապված է իր մասնագիտական կրթության եւ փորձառության հետ չկա այդպեսի ուշադրություն դարձեք ես ասում եմ սա պատական չի այսինքն երկիրը իրական կառավարումից բերել ճգնաժամի մեծ ճգնաժամի շեմին կանգնեցնել եւ Աստված մի ասի եթե քո հարևանը փորձելու է քո այս կամ այն կառույցի հետ մրցակցել ասենք այդ մրցակցությունը կարող է բանակի կառույցով լինի հա զինված ուժերի դու տեղ պարտվելու ես ես որ կառույց ասեմ որ մասնագետներ են նստած չկա այդպիսի բան Փաշինյանից սկսած այդ մարդը ոչ կրթություն ունի ոչ գիտելիք ունի ինքը ոնց կարող է լավն ու վատը այս կամ այն ոլորտը ինքը գնահատում է հա բայց իր գիտելիքների եւ իր փորձառության չափով որը բավարար չի պետություն կառավարելու համար բավարար չի ենթադրենք իր թիմակից լինել եւ ստանալ նախարարի պորտֆել երբ որ այդ մարդը այդ ոլորտից հասկանում է այնքան որքանով ասենք կարդացել է ինչ որ բան գրքեր թերթեր չգիտեմ ինչ որ ամսագրեր այդ նույնա որ ասենք
1-ին 10 ինքնաթիռը վարելու, օրինակ ռազմական ինքնաթիռը վարելու համապատասխան բան գրականություն մի շաբաթ ժամանակ, մի շաբաթ կարդում է, հետո տալիս են, նստացնում են այդ ռազմական ինքնաթիռը, դա ասում են, քանի որ կարդացել ես, տեսությունը գիտես, նա գործնականում թռի։ Ակնհայտ է, չէ՞ որ 100%-ով երաշխավորված վթար է, չէ՞ լինելու։ Հիմա նույնն է սրանցն է։ Չկան մասնագետներ, չկան, կրթություն չունեն, փորձառություն չունեն, ունեն մեծ հավակնություններ եւ այլն, իրենց նաեւ մոտիվացիա կա, այդ մոտիվացիան չի խոսում լավ բաների մասին, իդեպ ասեմ ձեզ։ Այն առումով, որ այնուամենայնիվ, եթե դու զրոյից ես նստում, ապա մի քիչ ավելի համեստ լինես, քո վրա շատ աշխատես, այսպես, հա, չցցվես, կողքդ հավաքես գոնե մասնագետ խորհրդականների։ Չկա այս ամեն ինչը բացակայում է։ Երբ նայում ես, հիմա վիրավորական բան չունի, փողոցից բռնած մարդուն բերում դարձում են բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ պատգամավորներ։ Ես ինչքան գիտեմ, որ պատգամավորը դա օրենք մշակող գործառույթ իրականացնող անձ է, բայց այնինչ մեր ազգային ժողովը ցավոք սրտի ոչ միայն այս ժամանակ, այլև նախկինների օրենք ոչ թե մշակող, այլ օրենք ընդունող, այսինքն կոճակ սեղմող մարմին է դարձել։ Իսկ այդ օրենքները որտեղ են մշակվում, հետաքրքիր է, կամ օրենքի մեջ փոփոխություններ կարող եմ ասել, արդարադատության նախարարություն համապատասխան մի վարչություն կա, որի անդամները բոլոր անխտիր ավարտել են դրսում, ասենք Ֆեչերի համալսարանը։ Այնտեղից ուղղակի ես հանգամանքներ բերում որոշակի առումով իրազեկ եմ այդ արժե համակարգի հետ կապված այլ իրավական ակտեր փոփոխություններ դրա դեմ որոշակի կեցվածք են դրսևորում, հետո հանգամանքներ բերում ուսումնասիրեցին, փաստորեն դրսից գալիս է անգլերենով իրավական ակտեր այստեղ թարգմանում են, այսինքն այդ անգամ արդարադատության նախարարության այդ կառույցները թարգմանչական բյուրոների են վերածվել։ Թարգմանում են, հետո ուղարկում են ազգային ժողովում որպես արդարադատության նախարարության կողմից մշակված իրավական ակտ։ Դե կառավարության կողմից բնականաբար, այո։ Ես հիշում եմ մի դեպք այդ մի օրենք էին ուզում, հիմա անձերի անունները չտամ, օրենք էին ուզում ընդունել եւս այդ արժե համակարգի դեմ եւ 1.5 տարի պարզվեց, լավ ասենք այսպես, կոչվում էր այդ հայտնի գենդերի օրենք, ընդ որում հիմա ոնց որ թե ուզում են նոր շրջանառության մեջ մտցնեն այդ թեման, այդ կոչվում էր կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների, հավասար իրավունքների ապահովման մասին օրենք, որը կարճ ժողովրդի մոտ ձևակերպեց գենդեր անունը։ 2 տարի այստեղ մշակել էին հետազոտություններ էին արել կանանց իրավունքներ եւ այլն եւ ազգային ժողովը սա նախորդ իշխանությունների ես նկատի ունեմ որ այս վատ մոտեցումը սխալ մոտեցումը նաեւ նախկինների ժամանակ եղել հետո պարզեց որ հիմնավորում են թե ինչպիսի աշխատանք են կատարել այդ ամեն ինչը մշակել են գնահատել են հսկական գումարներ են ծախսել ներսից բյուջեի հաշվին դրսից օգնություններ եկել Եվրոպայից հետո երբ որ շատ այսպես սկսեցին գովել մի ազգային ժողովի նախագահին ուղղակի մեր ընկերները ներկայացրեցին որ այդ օրենքը ընդհանրապես Қырғызստանում 2 տարի առաջ ընդունված օրենքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է եւ այդ օրենքի վրա կարելի է ծախսել $50 թարգմանչական բյուրոյին պրոֆեսիոնալ թարգմանելու համար այսպես հիմա այս սրանց մշակած օրենքները ես առավելքան վստահաբար եմ ասում էլի դրսից իրավական ակտեր, իսկ այդ իրավական ակտերը չի ուղարկում Հայաստանի ազգային պետական շահերը հետապնդել, ուղարկում այն երկրների կողմից, որտեղ պիտի սպասարկվի այդ երկրների ազգային պետական շահերը, առաջներթին Եվրամիության։ Սա իրականությունն է, այսքանը։ Ինչ արած պարոն Հապետյան, այս այցերի ժամանակ մենք տեսնենք, ինչ որ քաղաքացիներ են իրեն մոտենում, ինչ-որ թեթևակի իբր վեճեր են լինում, բայց ասում են այս ամեն ինչն է բեմադրված է իրականում։ Չգիտեմ, ես չեմ կարող գնահատել, բայց ես ասենք ոչ բոլորը ինչ որ քաղաքացիների հետ զրույց վեճ տրամաբանություն կա այդ ասացի մեջ, այսինքն ցույց է տրվում որ Հայաստանը ինչպիսի ժողովրդավար է, որ անգամ երկրի վարչապետը կարող է իջնել հասարակ քաղաքացու, անգամ հանդիմանությունը լսել, անգամ խիստ խոսքը կամ դուռը փակել վարչապետի վրա, բայց վարչապետը համառորեն բախում է մեր երկրի քաղաքացիների դռները, ձգտում է մեր երկրի քաղաքացիների կարիքների մասին խոսել, հոգ տանել, հետո սովորպես սովորական շարքային քաղաքացի նստել սնվել, ասենք բականին այդպես էժան քիչ ծախսով,
Այսինքն նպատակը ո՞րն է այս ամեն ինչ։ Նպատակը շատ պարզ է, ինքը ուզում է ցույց տալ մեր ժողովրդի այն մասը, որ process-ները, գոյություն ունեցող իրողությունները դատում է ոչ թե տրամաբանության, բանականությամբ, այլ զգացմունքով, Փաշինյանը այդ խավի մոտ, ժողովրդի այդ մասի մոտ ուզում է ցույց տալ, որ Փաշինյանը ինքը դրանցից մեկն է։ Պերաշկի ուտող տղա է, ասենք, այդպես սովորական ավտոբուսով ման գալացող տղա է, ոչ այդքան թանկարժեք շորեր հագնող տղա է, մարդկանց հետ խոսող, վիճող, ինչ-որտեղ նեղվող եւ այլն տղա է։ Ինքը իրանցից մեկն է, այսինքն այս ամբողջ քարոշչության մեխը հետեւյալն է, ինքը այդ խավից մեկն է։ Ցավոք սրտի ես համաձայն չեմ, բայց մեր փորձագիտական եւ հասարակական քաղաքական դաշտում այդ ժողովրդի մեր այդ հատվածին վիրավորական բառ են ասում։ Ես համակարծիք չեմ էլ ուզում կրկնեմ։ Ժեխ են ասում, զոմբի են ասում, ես համաձայն չեմ։ Այդ մարդիկ, իդեպ ասեմ հիմա ուշադրություն դարձեք 2018-ի եւ ներկայիս մեր քաղաքացիների միջև գնահատման առումով ներկայաշխանությունների կողմից վարող քաղաքականության սար ու ձորի տարբերություն կա։ Ինչու որտեղ մենք կորուստներով, ցավով, իշխանությունների տված խոստումները կյանքի չկոչելով մենք այդ փորձություններով անցանք։ Մենք ասելով ժողովրդի եւ այդ ժողովրդի մի մասը առարկայապես հիմա Փաշինյանին ձայն չի տա։ Եվ նույն տրամաբանությամբ, այսինքն մեր խնդիրը ո՞րն է, նույնիսկ այդ վատ որակը ունեցող մեր քաղաքացիներին պիտի բացատրել։ Եթե մեկը մի անգամից է հասկանում, մեկը 5, մյուսը 20, ուրեմն 20 անգամ մեր երկրի քաղաքացին է։ Մեր ազգակիցն է, մեր արունակիցն է, մեր հավատակիցն է, պետք է բացատրվի։ Կարող է շատերը ինձ հետ համաձայն չեն, ասում են դե պարոն Ապետյան, մի անգամ ասի թող հասկանա, ասում հարգելիս, մեկը մի անգամից հասկանում, մեկը 20-րդ անգամից։ Մեկն էլ մինչև իր մաշկի վրա չի զգում այդ ցավը, կորուստը, ինքը չի հասկանում։ Բայց եթե կա սրտացավություն, յուրաքանչյուրը մեր երկրի քաղաքացին է, նորից եմ ասում, մեր ազգակիցը, մեր արունակիցը, մեր հավատակիցն է, հետաբար մասնագետները, ովքեր հասկանում են եւ հանրային լսարան ունեն, մեր խնդիրը նաեւ այդ նույն բան անընդհատ ասել, բացատրել, հիմնավորել տարբեր կողմերից, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները ճիշտ ընտրություն կատարեն այս տարի հունիսի 7-ի ընտրություններին։ Մեծ հանրահավաք էր շաբաթ օրը, Սամվել Կարապետյանի ուժը, խնդրեմ, հիմնական բլոկերը նախնական ժամանակի սովետական պատճառով խոսեցին, բայց այլևս հայտնի են հիմնական ուժերը, որոնք պայքարում են։ Ես եթե խոսքը բանի մասին է, ցուցակների մասին է, նախորդ անգամ որ ասիկ մեր հանդիպմանը։ Ցուցակների երկու մոտեցում կա։ Ուրեմն մոտեցում առաջին, որի հիմնականում կազմվել է Ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստանի առաջարկ Հայաստան ծրագրի շրջանակներում, այդտեղ ուրեմն հիմնականում ցուցակում մարդիկ են, որոնք ունեն փորձառություն անցած ճանապարհ, բայց որոնց կողքին կան նաև երիտասարդներ, որոնք իրենց ոլորտներում երիտասարդ տարիքով հանդերձ որոշակի հաջողություններ գրանցել են հանրային հասարակական դաշտում, մասնագիտական դաշտում։ Այսինքն փորձառությունը երիտասարդության հետ մեկտեղվել է այդ երկու ցուցակներում։ Եվ այդ ցուցակները կազմող եւ պատասխանատու անձինք չեն վախեցել, որ իրանց պիտակ կպցնեն որպես հին կամ նախկին։ Բայց կա երրորդ կողմը, դա Ուժեղ Հայաստանը, ես այն առաջինը որ ասի, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած, մյուսը Գագիկ Ծառուկյանի։ Կա Ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, այնտեղ մոտեցումը այլ է։ Եթե ուշադրություն դարձնեք, այսպես ասենք, երևացող ձևով հին կամ նախկինում պաշտոն վարող կամ հանրային ճանաչելություն կամ լսարան ունեցող կամ հասարակական որոշակի դեմք ունեցող անձինք հիմնականում չկան, այնտեղ երիտասարդներ են։ Եվ նաև իդեպ տարիքային առումով են երիտասարդ։ Երիտասարդ ասելով դա 20-ից վերևը չի, այնտեղ մինչև ասենք 40-45 տարեկան, եւ այդ երկրորդ մոտեցումը դա եղել։ Այսինքն հիմնականում երիտասարդություն, հիմնականում, բայց ամեն մեկ իր ոլորտում ինչ որ բարձունքներ գրաված, իր տարիքի հետ կապված, անցած ճանապարհով, բայց հիմնականում այդ մոտեցումը որ երիտասարդներով, այսինքն ապագայի տեսլականով, ուժ, եռանդ, ավյուն եւ այլն, դա այդ մի ցուցակի կազմման սկզբունքն է եղել։ Հիմա ինչ վերաբերվում է
ուժեղ Հայաստանի կողմից կազմակերպված հանրահավաքին, այն որ իշխանությունները ակնհայտ կեղծիքներ են անում, կարծեմ նորություն չի, ասենք հանրահավաքին ներկա անձանց քանակի, բազմաշատության եւ վերևից նկարած նկարներ ակնհայտ կեղծիք են անում։ Ասենք ինչի համար է անում, որ ցույց տաս, որ այնտեղ քիչ է, իդեպ ասեմ այդ հակառակ էֆեկտն է առաջացնում, որտեղ մարդիկ նայում են իրականությունը որն է եւ իշխանությունները կեղծիք, հերթական անգամ իշխանությունները հասցին ասում են ստախոսեք, սուտ ասանեք, իրականությունը մի բան է, դուք ցույց եք տալիս լրիվ այլ բան։ Այդ բազմամարդությունը որոշակի առումով նաեւ ցուցիչ է։ Ցուցիչ է մեր երկրի քաղաքացիների ակտիվության։ Ես հույս ունենամ, որ եթե 60% եւ ավել մեր երկրի քաղաքացիները մասնակցեն 70-75%, սկզբունքորեն կարելի ասել ընտրությունների արդյունքը արդեն մեծ հավանականությամբ կանխատեսելի կլինի եւ իշխանությունները փաստացի կարող են պարտվել։ Իհարկե կարող են ամենավերջին այլանդակություններն էլ արվի կեղծիքների եւ այլնի, բայց մեծ տոկոսի մասնակցությունը մեր երկրի քաղաքացիների ինքնին կարող է դառնալ ոչ միայն այդ ընտրությունների արդյունքը որոշող, այլև պատմական առումով, որտեղ հունիսի 7-ը մեր ժողովրդի, մեր պետականության լինելության հարցն է դրված։ Ուր են գնում, եթե ավելի առարկական ասեմ, կարող են ինձ լսողների մի մասը, ասենք, կամ չլսողներ չհամաձայնվել։ Ընտրությունը շատ պարզ է։ Կամ Հայաստանը դառնում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կառավարվող տարածք, հայաթափվելու 100% երաշխավորված որոշումը, որ ժամանակի խնդիր է, կամ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունը, որտեղ երաշխավորված կերպով մենք այստեղ ապրելու ենք, ֆիզիկապես մեր անվտանգությունը ճիշտ քաղաքականության դեպքում 100% երաշխավորված է լինելու եւ մեր ժողովուրդը ապագա ունենալու։ Ես նորից եմ կրկնում, մի քանի 100 տարի Օսմանյան կայսրություն մեր պատմական հայրենիքում ապրող հայերի վերջնարդյունքը եղավ ցեղասպանությունը։ Մնացածը հեքիաթների դաշտից է։ 1813 Գյուլիստանի պայմանագիր, 1828 թիվ Թուրքմենչայի պայմանագիր։ Թուրքմենչայով Երևանի եւ Նախճիվանի խանությունները ռուսական կայսրության անցան։ Այդ ժամանակ այս տարածքում որքան հայեր ապրում։ Այն որ Ալիևը ասում է այդ տարածքը իմն է եղել, ինքը հենց այդ տարեթվերը եւ դրանից առաջ է վերցնում։ Սկզբունքորեն նախ այստեղից հայերը, ինչպես ասում են, արտագաղթել են ոչ կամովին։ Մեր հարևան մի երկրի ուղղությամբ։ Եվ այստեղ հայերը արդեն որպես էթնիկ խումբ, որպես հայկական մարզ, հետո որպես Հայաստանի առաջին հանրապետություն, հետո խորհրդային Հայաստան եւ ներկայիս Հայաստան, այդ բոլորը եղավ այն ժամանակ եւ մենք այստեղ որպես կանք ժառանգները այն անձանց, որոնք այդ ժամանակ ցարական Ռուսաստանի մաս կազմեցին եւ բոլոր այն տխմարները, ովքեր որ ես ուրիշ վիրավորական բառեր կարող եմ ասել, ուղղակի չեմ ուզում, ովքեր փորձում են հիմնավորել, որ եթե Հայաստանը այն տարիներին Գյուլիստանի եւ Թուրքմենչայով չանջատվեր, մենք ավելի շատ կլինեինք, ավելի հզոր կլինեինք, չէ, այսպես։ Այսինքն այդ մարդկանց կարելի է այսպես խոսքով խիստ պատժել, որտեղ մեր քաղաքացիներն իրենք կեղծիք են տարածում եւ ակնհայտ է որ վճարում կամ տխմար են, եթե չեն հասկանում, կամ վճար են ստացել մեր թշնամիների կողմից, որ իրականությունը գլխիվար շուռ են տալիս, այնպես ինչպես ասում էր մենք ցեղասպանությունը 15 թվականի Թուրքիայում տեղի ունեցավ, որտեղ ռուսական զորքերը հետ էին գնում, եկել էին հայերը տեղի, օգնում էին ռուսական զորքերին, հետո ռուսական զորքերը հետ գնացին, թուրքերը մեզ պատժեցին։ Ես սա ով ասում, ոչ ավել ոչ պակաս Փաշինյան Նիկոլը, ակնհայտ կեղծիք։ Ռուսական զորքերը մինչև 16-ի վերջին Անտանտի անդամ լինելով, ավելին Ֆրանսիան եւ Բրիտանիան համաձայնվել էին, որ Ստամբուլը շուտով գրավելու է, որտեղ Անտանտի զորքերը արդեն Օսմանյան կայսրությունը սկզբունքորեն վերցնում էին եւ ռուսներին տրվելու էր Ստամբուլը, Կոստանդնուպոլիսը, որպես Ցարգրադ, այսպես ասենք, եւ Բոսֆորը դարդանել նեղուսները։ Եվ այդ ամենը ձախողվեց միայն մի քայլի պատճառով։ Բրիտանիան, որպեսզի ռուսները չունենան այդ հաջողությունը եւ Օսմանյան կայսրության մի մասը վերջնարդյունքում չդառնա ռուսական կայսրության մաս, հայկական իդեպ մարզերով, որտեղ հայեր են, հա, այսպես ասենք այդ ժամանակ, ցեղասպանությունից հետո որքան որ մնացել են։
այդ ձախողվեց Բրիտանիայի կողմից 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու պատճառով եւ զորքերը աշճանաբար հետ քաշվեցին, որտեղ երկրում իսկապես վիճակ չէր։ Եվ մեկ մյուս կողմից էլ զորքերում իշխանափոխություն, հեղափոխություն, անկառավարելություն եւ ցարական Ռուսաստան հսկական կորուստներ ունեցավ իդեպ։ Գերմանական բանակը արձակվում էր մի կողմից եւ այլն։ Եվ միայն այդ ժամանակ, այսինքն այդ ցեղասպանությունը պլանավորած է եղել էթնիկ խմբերին տեղի բնիկ, це միայն հայերի խնդիրը չի։ Հույներն էլ են, չէ, որպես տարածքում Պոնտոսի հույները կես միլիոնից ավելի իրենց եւս ցեղասպանել են։ Այսինքն խնդիրը բնիկ ժողովուրդներին ոչնչացնելու մեջ է եղել։ Իդեպ ասեմ, սա ոչ թե կայսրության մոտեցում է, սովորաբար կայսրությունը, եթե ինքը մի էթնիկ խումբ դարձնում է որպես առաջնային գերիշխող, մյուսները որպես ենթակա, դա կայսրություն չի լինելու։ Այսինքն այդ փոքր ազգային փոքրամասնությունները անընդհատ կենտրոնական իշխանությունների դեմ պատերազմելու են, անընդհատ կռվելու են, որտեղ իրենք բնաջնջման կամ շահագործման ճնշման ներքո են։ Կայսրությունը ինքը համակեցության օրենք է դնում։ Անկախ ամենից Օսմանյան կայսրությունը ձուլելով տարբեր ժողովուրդներին համակեցության կարգեր է դրել։ Սա նոր քաղաքականություն էր, որտեղ թուրք էթնոսը պիտի դառնար իշխող։ Իդեպ ասեմ ձեզ, Քեմալ Աթաթուրքի ամբողջ քաղաքականության եւ իր պատվիրատու Բրիտանիայի իմաստը նա էր, որ Օսմանյան կայսրությունը պիտի փոխել ազգային մի պետությամբ, այդ ազգային պետության պետականաստեղ ժողովուրդը պիտի լիներ թուրքը։ Իսկ այդ թուրքը արդեն խնդիր կունենար տեղի բնիկ ժողովուրդների հետ։ Հետաբար խնդիրը դրվել էր տեղի բնիկ ժողովուրդների ֆիզիկական ոչնչացում, որ թուրք էթնոսը դառնար այդ տարածքում արդեն իշխող։ Ահա բուն ցեղասպանություն իրականացնելու պատվերը բնիկ ժողովուրդների նկատմամբ որն է եղել։ Եվ այդ քաղաքականությունը իդեպ շարունակվում է առայժմ Թուրքիայի կողմից։ Այսքանը։ Եվ վերջին հարց ապրիլի 17-ից 19, հա, կարծեմ Պարնապետյան Թուրքիայում դիվանագիտական 5-րդ ֆորումն է անդրադառնում, կարծեմ Հայաստանից է, հա, պատվիրակությունը։ Հայաստանը փորձում է մասնակցել այդ ֆորումին, ասում են Էրդողանի հետ էլի գրկված նկարա պետք շտապ։ Ոչ միայն, նախ Հայաստան, նախ լավ, եկեք այսպես ասեմ, որպեսզի Փաշինյանը ժողովրդին ներկայացնի, որ ինքը աշխարհի կողմից ընդունված է, ինքը պիտի մասնակցի միջազգային մի շարք կառույցների միջոցառումներին, տարբեր երկրներում, կամ տարբեր երկրների միջազգային կառույցներ Հայաստանում իրականացնեն միջոցառում։ Իդեպ Եվրոպան մայիս ամսից մխրճում է Հայաստանի ներքաղաքական կյանք, տարբեր միջոցառումներով, այդ թվում ասում են Ֆրանսիայի նախագահն է այստեղ գալու Մակրոնի եւ այլն։ Իդեպ Մակրոնի վերաբերյալ մեր ժողովրդի ամեն մի ներկայացուցիչ պիտի հիշի, որ Արցախի հանձնման թիվ 1 պատասխանատուն 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրած փաստաթղթի Փաշինյան Նիկոլն է եւ երկու անձ Եվրախորհրդանի նախագահ Շարլ Միշելն են ժամանակ եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Մակրոնը ամենամեծ վատությունը մեր ժողովրդին արել է։ Հիմա որպեսզի Փաշինյանը ներկայացի մեր ժողովրդին, որ ինքը բոլորի կողմից ընդունված է, նույն տարաբանությամբ երբ որ գնում է տարբեր շրջաններ, քաղաքացիների հետ հանդիպում ինչ որտեղ նորմալ չեն ընդունում, բայց քարոզչականում ինքը ներկայացնում, որ ինքը ժողովրդի մարդն է։ Ի տարբերություն ենթադրենք մյուս ուժերի ներկայացուցիչները, այսպես էլ ինքը պիտի ներկայացնի, որ բոլոր հարևանները իրեն ընդունում են, հրավիրում են, գնում է խոսք է ասում, Եվրոպայում գնաց խոսք ասեց, հիմա շուտով կգնա Թուրքիայում խոսք ասի, վերջում չգիտեմ, երկու Էրդողանի նվիրած երկու գիրք արդեն կրծքին կդնի եւ Էրդողանի հետ կնկարվի եւ այլն եւ այլն։ Այս բոլորը զուտ քարոզչական հնարքներ են, որպեսզի եթե ընտրությունների վերջնարդյունքում իշխանություն տեսա, որ բավականին փոքր թիվ է հավաքել, ես կարծում եմ չի սեթևեթի որպեսզի ընտրակեղծարարները արդյունքների ամփոփման ժամանակ այլ թվեր ներկայացնեն։ Իսկ Փաշինյանը կարող է ներկայացնել, ասելով, որ ժողովուրդը ինձ ընտրել է, իսկ ինչու է ընտրել, որտեվ ես ժողովրդի մարդ եմ, ժողովրդի հետ շփվում եմ, ժողովրդի կարիքները գիտեմ, ժողովրդի կարիքները հոգում եմ, այդ քիչ է։ Եվրոպան ինձ կողմ է, հավասիկ նայեք այս միջոցառումները, Ֆրանսիայի նման միջուկային տերության նախագահը գալիս է Հայաստան, Թուրքիան մեզ դեմ չի, Թուրքիայից մենք խնդիր չունենք, ավասիկ ես մասնակցում եմ Թուրքիայի վական լուրջ 20 պետությունների
մասնակցությամբ մեծ հավաքին դիվանագիտական ինձ հրավիրում են մեր պատվիրակությունները հասարակական կառույցների գնում են Ադրբեջան, իրեն գալիս են մեզ մոտ, այսինքն խաղաղություն է հաստատված, այնպես որ ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է։ Խաղաղություն եք ուզում, ես բերում եմ այդ խաղաղությունը։ Այսինքն Փաշինյանի հիմնական քարոզչական թեզի բուն իմաստը բոլորի կողմից ընդունված լինելու, դե լավ մի Ռուսաստանն է, որ դեմ է, դա բռնատիրական, բան են էլի, մարդու միս են ուտում միջև մա, չգիտեմ, ծառերի վրա են ապրում, չգիտեմ, ես եւ այլն, էլի։ Իսկ մյուսները բոլորը լավ են։ Այսպեսին ներկայացում։ Ընդ որում այդ քարոզչական թեզերը ներկայացում են ոչ միայն ասենք Հայաստանում, Ռուսաստան դեմ ներկայացնում են ամբողջ արևմտյան քարոզչամեքենան, որ Ռուսաստանը բոբո է, բոլորը լավն են, ասենք լավ լինելով կարող են նախագահ առևանգել, հետո դատել, կարող են պետությունների ղեկավարներին սպանել, այդպիսի լավ արեմուտքը։ Երեխաներ սպանել, ներողություն չխնդրել, որ սխալման փեղել, ընդհակառակը մեղադել, թե ասենք այդ երեխան այդ պայն ինչ էր անում այդտեղ, խիպտի տեղ լիներ։ Այս է արևմտյան ամբողջ քարոզչամեքենան, որի էլեմենտներից մեկը փաստորեն Հայաստանում կիրառում է Փաշինյանը, այսքանը։ Շնորհակալություն։ Ինչ արես վերջին նորություն է, հա, ու այսպես ռեպլիկի կարգով, Ուրանում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկով։ Ով է դատապարտվել կն։ Ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը։ Իսկ ինչ հոդվածով, ինչ որ վատարարք է արել։ Այսքան իշխանությունների դեմ ինչ որ Ես նորության փորձի մեղադրանքով։ Դե լավ է, ադրբեջանցիների խնդիրները թողենք իրենց, մենք բավականաչափ խնդիրներ ունենք։ Բայց համոզված ասեմ էլի, եթե իրավիճակը անկեղծ եւ ճիշտ գնահատենք, Փաշինյանը ռեալ շանս չունի վերարտադրվելու։ Եթե ընդդիմությունը չունի, բայց եթե ընդդիմությունը ճիշտ կարողանա այս 2 ամիսը եւ քարոզչական եւ բացատրական եւ հանդիպումներում ճիշտ մարտավարություն մշակել։ Այսինքն ընդդիմությունից էլ է կախված Փաշինյանը կվերարտադրվի թե ոչ։ Այսքանը։